մասնակիցների ժողովրդին ուզում տեղեկացնել, որ այսօր տեղի անունում մայիսի 11-ին տեղի անունում արգել 1 փ.ի նախատեսված առաջի հանրալսումը, որ կցանկանամ, որ մասնագիտական չեմ ասում, բայց գոնե ինչ-որ չափով, ինչ-որ վերաբերում է համայնքին, կարող ենք ճիշտ այդ հարցերը քննարկել ժողովրդին։ Մասնագիտականը թողել ավելի շատ մասնագետների, ով է ներկայացնում ձեզանից։ Ընկերության տնօրենն եմ, որոշ չափի ես կներկայացնեմ։ Հետո հարցեր կլինի, ընթացքում կքննարկենք։ Կարող եք սկսեք, հետո ես ինչ-որ հարցեր։ Բերեք դուք սկսեք, ես ընթացքում կմտածեմ։ Ես ինչպես ներկանակ Արմին է։ Բնապահպանական ներկայացում։ Հա, Սկսեք դուք։ Արգել 1 փոքր հիդրոէլեկտրակայան նախատեսում է Արձականի համայնքում կառուցել 990 կՎտ հզորության փոքր հիդրոէլեկտրակայան, մեր հեկի խողովակի երկարությունը դերիվացիան 2300 մետր, տարեկան ունենալու ենք 5.242 միլիոն կՎտ էլեկտրոէներգիայի արտադրանք, 5.242.000 Երևի այդքան է, եթե ինչ-որ հարցեր լինեն, ես գիտեմ, որ դուք մեկ անգամ սկսել եք այս գործընթացը 2022 թվականին, ինչ էր պատճառը, որ չշարունակվեց եւ ինչ է փոխվել, էլի։ Պատճառը եղել է նա, որ պարզվել է, որ մենք ենթակա չենք եղել շմակ փորձաքննության, ուղղակի մենք դրա մասին չենք իմացել։ Հետո այս վերջերս, կոնկրետ չնշեմ, թե որ թվականին որ ամսին արդեն օրենքը փոփոխվել է, բոլոր հիդրոէլեկտրակայանները անկախ հզորության չափից արդեն ենթակա են շմակ փորձաքննության, ուստի մենք հիմա անցնում ենք նորից շմակ փորձաքննություն եւ հանրային լսում։ Այսինքն այդ ժամանակ առաջի լսումից հետո ոչ մի ընթացք չի տրվել։ Ոչ։ Հասկանալի է, իսկ այդ հատվածը մոտավորապես էլի կբացատրեք, որտեղից է ձեր խողովակաշարը տրվելու, ձեր աջերի որտեղ է հավաքվում, խողովակաշարի ինքը դիամետրը ինչքան է։ Մեր պլատինան տեղակայված այնտեղ sense բացատրեմ, թունել որտեղ կարող կա։ Այդ թունելից դուրս այդտեղ է ջուրը հավաքվելու, հետո խողովակով մտնելու է թունելի մեջով, դուրս է գալու, իջնելու է դեպի արգել հեկի ուղղությամբ, բայց արգել հեկ չհասած է։ Գյումուշի գեզ է։ Հա, Գյումուշի գեզ, բայց այդ ուղղությամբ է գնում, բայց ահագին Գյումուշի հեկից մոտավորապես ընկնում է Գյումուշի եկեղեցու։ Եկեղեցի էլ չհասած։ Եկեղեցի չի հասել։ Շատ հետաքրքիր հարց ստեցակից, ես մի հատ բան ասեմ, աբոց հասկանալ կներես։ Բարսեղյան ջան, տեսեք։ Այդ թունելը որ կա, այդտեղ մարդիկ օգտագործում են մեքենաներով, այդ թունելը դիամետրը ինչքան է ձեր տուն։ 1.6 Այսինքն 1.5 մետր բարձրություն։ Մոտավոր այդ ասեցի, եթե 1.5 մետր տրուբ են այդ թունելի մեջով հասկացնենք, վաղ ամիսօր այդտեղ շարժ կարա անպայման, որովհետև թունելի մեջ տրուբան որ անցավ, ինքը թաղված է լինելու գետնի տակ, թունելի մեջ։ Բացի նրանից, որ մարդկանց տեղաշարժը չխանգարեն, բացի նրանից այնտեղ Երևան ջրի վիոլա ջրի խողովակն է գնում, նաև պետք է մենք այնպես անենք, որ հետագայում իրանց մոնտաժային աշխատանքներ որ լինի, պետք լինի իրանք մոնտաժային աշխատանքներ լինի, բնականաբար չխանգարեն։ Հիմա տեսեք, ես մի քիչ մանրամասնեմ ժողովրդին, քանի որ Արձականը ինքը Իրանից ներկայացնում կուրորտնի զոնն է, հսկայության։ Ուզում մանրամասն խոսեմ, որ ինչ-որ մեկից մոտման չանեն, ինքը ավելի շատ այդ հատվածի վրա, այդ մեր ավազան թաղամասը, չգիտեմ, տեղյակ թե չէ, այդ վերևի թաղամասը մեր երկրի թաղամասն, ավազան թաղամասն։ Դա պարզարկվում է մոտավորապես հսկայությամբ, արդեն պատրաստ է մի 3-4, բայց իմ տեղեկություններով ու տված մեր շինքատվություններով մոտավորապես 6-7 հյուրատնային զոնա է դառնում ինքը, այսինքն այդ ավազան թաղամասում ենք ունենում ենք հյուրատուն։
Հիմա ես կուզենամ մի բան իմանալ ձեզանից։ Այդ գետի մեջից որվեք այդ ջուրը վերցնում ենք։ Ես չեմ ուզում մտնեմ այն թեմայի մեջ, որ ինչքան թափք է թալու, դե բարձր որ պետք է օրենքը պահվի, չէ՞, որ այսքան թափք ջուրը պիտի այդ իր էկոբազմազանությունը պիտի պահպանվի, չէ՞, ոնց ինի։ Իսկ ու քանի որ կլիմայի խնդիրները մենք ունենք ամբողջ երկրագնդում մեկ ջրի քանակը սեզոններում պակասում է իմանալով ինչքան որ տեղյակ եմ, էլի, այսինքն գետը օրինակ անցած տարի գետը իր բարձրությունը կամ վարկյանում 1000 լիտր էր, այս տարի գետը տարալի 900 լիտր։ Պետք է ես ասում ձեզ մեր գյուղի խմելու ջրերի հետ կապված է դու կարամ ասեմ, վարկյանում ունենք 1200 լիտր, այս նույն քո ուզած խողովակի կողքով Երևանի ջուրը գնում է 1200 լիտր վարկյանում, այս պայթրությամբ 650 լիտր է։ Այսինքն համարյա թե ինքը կրկնակի իջել է ջրի սահմանները։ Մենք այդ տրուբան լավ դուք քաշեցիք, աշխատացրեցիք, եկավ հասավ մի պահ, երբ որ գետի ջուրը, այն ջուրը, որը դուք պիտի վերցնեք գետից ու որը որ պիտի թողեք գնա, գետը այնքան քիչ եղավ, որ հազիվ դուք եք վերցնում։ Այդ ժամանակ ինչի առաջ են գալի, այսինքն դուք անում եք միլիոնավոր ծախսեր այդտեղ, բայց ջուրը չի բավարարում, ստիպված դուք պիտի զուտ բիզնես տեսանկյունից նայելով, դուք պիտի այդ ջուրը վերցնեք, որ դուք ձեր դրած գումարները անեք, իսկ այդ մի կիլոմետր, 2 կիլոմետր հատվածի էկոբազմազանությունը, այսինքն բույսերը, ձկները ու մնացած այլ տեսականները ու առավել ևս, երբ որ ես իմ ընտանիքով կամ մի հատ մեր Երևանից սիրուն մարդիկ իրաց ընտանիքով գալիս նստում են այդ գետի կողքը, ինչ-որ միջոցառում են անում ընտանիքը։ Այդ հարցին եմ ուզում հասկանամ, դուք էդիկ ուսումնասիրել եք դրա մասին ինչ-որ չափով տեղեկություններ ունեք կամ լրիվ տեղեկություն ունենք, հիմա ասեմ։ Մենք դե հրազդան գետը չգիտեմ ինչքանով տեղյակ չեք, կարգավոր որ գետ են համարվում, Սևանից բաց թվող ջրերի քանակով պայմանավորված, մենք ջրի թույլատվությունը որ ստացել ենք, բնականաբար նախարարությունը վերցնում է միջին բազմամյաները։ Այսինքն վերջի 100 տարվանից ինչքան ջուր է տեղով հոսացել եւ այլն։ Մեր բացի դրանից, որ իրանք դա դիտարկել են, մեր հրազդան գետի այդ հաշվարկային բնապահպանական ելքերը, կոնկրետ մեր ամբողջ տարվա, օրինակ մնացած հեկերի դեպքում, ինչքան օրինակ ես ուսումնասիրել եմ, ամբողջ տարվա համար ըստ ամիսների որոշված է մի ամիս այսքան են վերցնում, ասենք մի խորանարդ են վերցնում, երկրորդ ամսին վերցնում են 2 խորանարդ եւ այլն։ Մեր դեպքում կարգավորվող գետը, մերը ամբողջ տարվա համար 2.19 խորանարդ մենք պարտավոր ենք ջուր թողնենք գետ, այսինքն 2.19-ը այս այստեղ հաղորդակցով տված է, տարին 12 ամիս, անկախ նրանից գետում ինչքան այդ պահին մենք կաշխատենք, կարանք աշխատենք, չենք կարող աշխատենք, մեր միջին բազմամյան տված է տես, որ 2.19 խորանարդ ջուր պարտադիր մենք պետք է թողնենք գետը, դրա համար դա այդ հաշվարկած է, որ բնությանը վնաս չտրվում, ձկնային ֆաունային վնաս չի տրվում, այսինքն այստեղ մեծ քանակի ջուրա մնում գետի մեջ, մենք դի չենք վերցնում։ Ես դա հասկացա, ես չեմ կարող շատ խորանալ այդ հարցի մեջ, քանի որ մի քիչ ավելի շատ մասնագիտությունից հետ չէ, որ ես կարող եմ այդքան ինչ-որ մանրամասնել, ինձ հետաքրքիր է, թե այդ մեր ունեցած գեսը մեր համայնքի համար ինչ առավելություններ ունի, ինչ է տալու մեր համայնքին։ Կոնկրետ ասած խոշորացված համայնքի մասին ես նկատություն ունեմ, արձականի, վարչական տարածքին, արձականի բնակության, ազգաբնակությանը ինչ է տալու։ Նախ-առաջին տալու աշխատատեղեր։ Մոտավորապես քանակը։ Մոտավորապես եթե հաշվի առնենք ադմինիստրատիվ աշխատանքներ հետը, մոտավորապես 8-ից 9 խոսքի։ Դե ադմինիստրատիվ աշխատանքը դժվար գյուղից վերցնեմ, որովհետև դա սովորաբար մի մասնագիտականը դա Դե ես նկատի ունեմ հաշվարկված բան, այդպես մասնագիտական այստեղ ես այդպես բան չկա։ Բացի դրանից համայն ասենք այդ տարածքում օրինակ որ մենք գնում ենք ուսումնասիրում ենք, ահագին այդտեղ մարդիկ են գալիս գնում այդտեղ ահավոր ավտոտրատ վիճակ կա, նաև մենք սպան իրավե պարտականություն վերցնելու առհասարակ օրենքը որ մենք պարտական որ այդտեղ պետք է մենք
ամբողջ տարածքում ապրու պահի, աղբահանություն ենք եղել իրականացնելու, ծառատնկություն ենք անելու տեղ, ու մեկ էլ սրբան կառուցումից հետո բնականաբար պատրաստ է ինչ-որ որոշակի հարցերով համայնքին օգտակար լինի։ Դա երևի ավելի ճիշտ կլինի դուք կասեք, թե ինչով։ Դրա մասին մենք քննարկենք, ես մի հատ կուզենամ մեր բնակավարության ներկայացուցիչ հետ մի երկու բան քննարկենք իրար, դուք ինչ կարծիք ունեք ընդհանրապես ծրագրի հետ կապված, այս լուսման հետ կապված, որը որ մենք ենք ներկայացնում էլի մի քանի բառով, ու եթե հարցեր կլինեն մարդիկ խնդրեն։ Ընդհանուր շրջակա միջավայրի հետ կապված գրում ենք, զբաղվում ենք դրանով, ընթացքի մեջ է, այս հանրային լսումը ծանոթագրական բնույթ է կրում, իսկ մանրամասն ավելի հանրային լսման մանրամասը երկրորդ հանրային լսմանը կներկայացնենք մանրամասները։ Իսկ զուտ մասնագիտական կարծիք ունենալ այս բան մեր պետական բանի հետ կապված էլի ինքը իր ռազմավարության մեջ ոնց է ցանկություն ունենք մենք մեր եկերին ինչ-որ ավելացնել, եկեր շատացնել։ Կարծում եմ բնականաբար։ Դե արդեն ես ձեռք չեմ ես բան, հարցեր կան։ Պլատինան որտեղ է կառուցում կներեք։ Պլատինան կառուցվում է այդ թունելից, որ դուրս ես գալի դեպի, եթե ներքևից ես գնում, Գյումրիշի թունելից դուրս են գալիս, հենց դրա դիմացը։ Ինչքան է կազմել ոչերի պարունակությունը։ Չեմ դա մի քիչ շատ մասնագիտական հարց է, ես չեմ կարող ասեմ կոնկրետ ջրի պարունակությունը։ Հաշվարկները պետք է արված չլինեն մինչև։ Հաշվարկները արված է, դե ասենք, սենց ասեմ ես, այդտեղ մեր տարածքը ինչքան որ թույլ է տալի, մեր սեփական տարածքը, այդ տարածքի չափսով է ջուրը լինելու, էլի, այսինքն դեռ երկու հատ բասեին է լինելու, տարածքը մոտավորապես պատի բարձրությունը։ Պատի բարձրությունը լինելու է 2.5 մետր մաքսիմում։ 2.5 մետր։ Հա։ Բանը, իսկ ասենք ընդհանուր այսօրվա Սևան հրազդան կասկադը ձեր ասած տվյալներից հետո բանն արզնի հեգնա, չէ, իր պլատինայով։ Երբ որ ջրի բաց թողում առնում, դուք նրանց հետ կապի մեջ եք ելնում, արզնի պլատինան կարող է տեղավորել այդ ջուրը։ Չէ, մենք Առավել ևս, երբ որ հիմա քանի որ գարուն է, ջրերը վարար են։ Վարարման շրջանն է, որ եղած է այսօրվա պայմաններում, այս եղած ջրերին չեն կարող ինչ-որ չափով տերելնել։ Դες մենք արզնի հեկի հետ բացարձակապես կապ չունենք։ Դուք արզնի հետ կապ չունեք, բայց արզնի պլատինայի հետ կապ ունեք, որտեղ արզնի պլատինան կառուցված է նույն ձեր պլատինայից առաջ հրազդան կետի վրա։ Ես անկեղծ ասած տեղյակ չեմ։ Իրանք պլատինայով եթե ջուրը վերցնում են, այդ ջուրը թափում են, գետով գալիս է։ Իրանք էլ են թափում։ Իրանք էլ են թափում են եւ իրանք էլ օգտագործում են իրանք, ասենք, նախատեսված քանակությունը ընդունենք 60 կուբամետր ջուր։ Եթե հրազդան կետը բերի եւ նրան գումարենք արկել հեկի արկել հեկով անցնող ջրի քանակությունը, արդեն այդ 60-ը կրկնապատկվում է, կամ թեկուզ մոտենում է 100-ին։ Արկել հեկի օգտագործած ջրերը մեր մոտ չի գալիս։ Ձեր մոտ չի գալի, ես հարցը ուրիշ տեղ է կրնում։ Ես ասում եմ արկելի ջուրը, ձեր կուտակած ջուրը, երբ որ գարնան հեղեղ է առաջանում, դուք վերցնում եք ընդհանրեն, ասենք, այդ 1500 մմ տրամագծով ջրի քանակություն։ Դուք երևի նկատում եք, որ այդ ավել ջուրը հավաքվի, դա է նկատում եք, որ ավել ջուրը որ հավաքվում է, դուք ուզած չուզած պետք է բաց թողեք, չէ՞։ Անպայման։ Մենք շուզը բացում ենք, ինքը գնում է։ Մենք ես ձեզ սենց ասեմ, մենք այն քանակի ջուրը, որ մեզ տրված է, կապ չունի, եթե աշխարհի սաղ ջրերն էլ կան այդտեղով անցնել, մենք իրավունք չունենք դա վերցնենք օգտագործենք։ Դուք ավել չեք էլ կարող վերցնել։ Ձեր վերցրած ջրի քանակությունը ինչքան է կազմում։ Ամենաբարձրը նկատի ունեք, պիկի ժամանակ 4 խորանարդ, 4.5 խորանարդ, բայց դա մի ամիս է ընդհանրապես լինելու։ Տարվա մեջ մի ամիս։ Մնացած ամիսները խոսքի ամիս կա, մենք 0.3 խորանարդ ենք վերցնելու, դա ինձ ավելի իրավունք չունենք։ Դա ամենավարարման սեզոնին ենք մի ամիս այդքան վերցնում։ Գարնան է շրջանը։ Գարնան է շրջանի վերցնել եք 4 խորանարդ մետր ջուր։ Մնացած ամիսներին շատ ավելի ցածր է։
Մենք այնտեղ 3 հատ մենք որ ջուրը վերցնենք, քանի գեներատոր ունի կայանը։ 2։ Բայց խողովակը մի հատ է, էլի լինի։ Հա։ Մենք Զորությունը ինչքան է գեներատոր։ 990 կիլովատ, երկուսը իրար հետ։ 1000 կիլո, մի մեգավատ Չի հասնում, չէ։ Եթե մի հատ խով բանդանային կհասներ, բայց մի հատ ուրիշ sense դիտարկում համակովս անցավ մենք եկել այստեղ նստել ենք խոսում ենք քննարկում ենք մի հարցի շուրջ, որը այդ հատվածի վրա դու լավ գիտեք էլի այդտեղ կան Լուսակերտի տարածքներ, կան դեղ Քարաշամի բանը հատված կա, որ այսինքն ոչ թե հատված, այլ իրանք քել էլի ունեն որպես շահառ ու համայնքներ։ Ես օրինակ կուզենայի այդ մարդիկ էլ մարդկանցներ տեղյակ են բանը։ Դուք ինչ որտեղ իրազեկում արել եք այդ բնակավայրում, խոսել եք բնակիչների հետ։ Ես այնտեղ կայացնենք, բայց այդ մարդիկ համաձայնություն չտան, հա մեր բնակավայրից ինքը հեռու է։ Հա, ավելի շատ մոտիկա այնտեղ։ Մեզ ինքը նեղություն չի տալի։ Հա, այստեղ խնդիրը մնացածի հետ է կապված էլի, ես կուզենայի այդ մասով մի հատ դե մենք իրազեկումը արել ենք, եթե չգիտեմ, ասենք եթե պետքա եթե մենք ինչի համար ենք իրազեկում անենք, եթե պետքա մենք գնանք իրանց խնդրենք գան այստեղ, բայց ես այնտեղ շահառ նկատի ունեմ դուք այնտեղ կարող աշխատանքի բերումով նաև հանդիպել եք շահառուների հետ, բնակիչների հետ եք խոսել։ Մենք այս ՍՊ-ն գոյություն ունի, այս նախագիծը լավ sense ասեմ 2011 թվականից։ Այնտեղ բոլորն էլ գիտեն 2011 թվականից, որ մենք գնում ենք, գալիս ենք նախագիծ ենք անում, չափումներ ենք անում եւ այլն։ Այնտեղ ես չեմ կարծում դե մարդ կա, որը դրա մասին տեղյակ չի ու այսքան։ Դե իրականում կլինեն տեղյակ չլինողներ, հավատացեք մեր համայնքում էլ կան մարդիկ, հիմա վստահաբար կարանք դուրս գանք ու մարդիկ չիմանան դրա մասին։ Հնարավոր է։ Հա, միշտ լինում են մարդիկ, ովքեր չեն իմանում, չենք կարող 100%-ով ասենք, որ բոլորը կողմ են, դեմ են կամ համաձայն են կամ գիտեն կամ չգիտեն։ Մի հատ հասարակ օրինակ բերենք, ես աթենք ենք կներես էլի, մենք որ բազալտի հանք ենք ուզում բացենք, Պարբոբյան, Պարոն Եփրեմյան, մեր Գումուշի հատվածի վրա էր, մենք առաջարկեցինք, ասացի, ես ինքս առաջարկություն արեցի, ասացի, քանի որ իմ բնակչության մենակ հողատարածքներն են տեղ, բայց Գումուշը ինքը իր բնակավայրը ավելի մոտիկ էր, ավելի ինքը իր մարդկանց ազդեցություն կրող էր։ Խնդրում այդ մարդկանցներ հրավիրենք, այդ մարդկանց կարծիքներ հասկանանք, որ նոր կարողանանք մենք թույլ տալ պատասխանատվությունը մենք չվերցնենք այն մարդկանց բնակավայրի կողքնա, բայց մենք պատասխանատվություն վերցնենք։ Հիմա իմ ասածը իմ առաջարկությունը, օրինակ այ կցանկանայի ձեր կարծիքներն իմանալ, դուք իմ հետ համաձայն չեք, որ կարելի է այդ երկու բնակավայրերի մարդկանցն էլ ի վերջո իրազեկել տեղյակ բայել, իրանք էլ թող մտա իմանան ինչի մասին է խոսքը, կամ եթե իհարկե գիտեն, թեկուզ չգիտեմ, դա ոնց է օրենքով կարգավորվում է, թե օրենքով կարգավորվում է մենակ այդ տվյալ համայնքի։ Դե ասում է շահառու բնակավայրերը պետք է ներգրաված լինեն, որոնք որ ռեալ այդ պահին համարվում են էլի։ Շահառու բնակավայր։ Դե մենք վարչական տարածքով ենք ավելի շատ անում հանրային լսումը, նայում ենք վարչականով որտեղ է, չէ, բայց միանշանակ կողմ են, որ Կարենիսը եւ Քարաշամբը եւ Լուսակերտը ինչ որ չափով ազդեցության գոտում են գտնվում։ Սկիզբը մեկնարկը որ մասից է տարածվում ձեր դրուգը։ Այդ խողովակաշարը որից է սկսում էլի որ սկսել այդ թունելից իջնելա մինչև մեր հեկի շենքի տարածք։ Պլատինան թունելի մոտ է, թունելից ինչքան է վերև կամ ցածր։ Թունելի անմիջապես դիմաց է, կարելի ասել։ Հա, թունելի կողքի։ Այսինքն թունելից վերցվում է։ Այս դեպքում կներես Մարգարյան ջան, այս դեպքում իմ կարծիքով sense դիտարկնա ոչ մեկին չի խանգարում պլատինը կամ գործնեությունը առավել ևս ինչու որովհետև այդ բանից զանգուից հրազդան այսօր չկա օգտվող նասոսներ ջրի պոմպեր որոնք որ օգտագործում են ոռոգման նպատակով ոչ Քարաշամբում կա ոչ բանում երևի այս օզանլար ինչ էր անունը Աղազան առավել ևս Լուսակերտ Չէ, միանշանակ համաձայն եմ ձեր հետ դուք այդպես որ ասում եք, դա ես համաձայն եմ, բայց ամեն դեպքում չասենք էլի չկա, կարող մարդ էս մեկը ունի օրինակ։ Բան չունեմ ասում, դրա համար դուք ճիշտ եք, որ տվյալ գյուղերի հետ էլ համագործակցեք, ընդեղ իմ ասածը դառնում է, որ մեր գյուղին ինքը մեծ հաշվով մոտիկ չի, ոչ մի ձև չի խանգարում։ Մենք ստեղ մեր գյուղում չնստենք, որոշենք եկուս միսօր այդ մարդկի վերջո ինչքան որ այդ ջրի կեսը մերնա, կեսը իրանց ասես ճիշտ կոպիտ եմ ասում, էլի։
Ի վերջում մեր բնակիչները, մեր ազգաբնակությունները ինչ տարբերություն էլի, մի հարց է։ Ամռան ջրի ամենասուղ ժամանակներին, այդ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ձեր հաշվարկներով Զանգուի ջրի քանակությունը ինչքան է կազմում։ Ձեզ դուք ասեցիք, կներեք, դուք ասեցիք ինչ որ 900 լիտր, չէ՞։ 300 լիտր ամռան ընթացքում ինչ որ մենք կարանք վերցնենք։ Հա, ինչ որ դուք կարաք վերցնեք։ Իսկ առհասարակ Զանգուի քանակությունը ինչքան է կազմում այդ ձեր 300 լիտր վերցնելու ժամանակ։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 4 խորանարդի կարգի։ Հա, այդքան կազմում։ Հա։ Որտեղ ուղղակի որ մերը ոչ Իվարքան դուք 300 լիտրը որ վերցում եք, ասենք 4 խորհրդեր է դու, հա, խոսում։ Հա, մոտավորապես, այսինքն բնությանը ինքը վնաս չի տալ։ Իրանք 4 խորանարդ վերցնում են գարնան հեղեղաջրերի ժամանակ, հեղեղատների ժամանակ։ Իսկ երբ որ գալիս է արդեն հեղեղաջրերը պակասում են, մնում է բնական աղբյուրների ջրերը, այդ ժամանակ մարդը վերցնում է 300 լիտր, եթե ընդունենք 4 կամ 3 կուբամետր է կազմում, խորանարդ է կազմում Զանգուիով ամռան ընթացքը, հոսքը, 300-ն են վերցնում, բնությանը իմ կարծիքով վնաս չի տալի։ Դե բնությանը վնասը տալի թե չէ, դա հա մեզ էլ է հետաքրքրում, բայց ավելի մասնագիտական է։ Մաքսիմալ հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի շրջակա միջավայրին վնաս չհասցնենք։ Իսկ այդ շինարարության փուլում ինչ է նախատեսվում ֆինանսներ ինչ որ բաներ։ Նախատեսվում է բնականաբար Ինչ է լինելու, էլի ինչի վրա եք ռիսկ եք տեսնում։ Առանձնապես ոչ մի բան, ոչ մի ծառա անում եք Չէ, ծառաների մասին չի խոսքը, տեսեք ամենք բոլորս էլ գիտենք, որ այդ տարածքը ձեր սեփական տարածքն է, սա ասել տեղակ ենք, բայց ի վերջո այդ խողովակաշարը, չէ, դա մենք ճանապարհ ունենք, ես ինչքան որ տեղակ եմ, ճանապարհը չի մտնում ձեր օղի մեջ, չէ։ Ճանապարհը վարձակալված է։ Ճանապարհը վարձակալված է։ Մեր համայնքի ճանապարհը։ Այդ ճանապարհը ճանապարհը вообще իմ իմանալով որպես այդպեսին ինքը ճանապարհ չի համարվում ոչ միտեղ։ Դուք գրությամբ դա մեր համայնքից վերցրել եք վարձակալած արդեն։ Երբ եք դիմել։ Դա 2011 թվականից։ Հա, այդ ժամանակ։ ճանապարհը մի քիչ ուտի չէ։ Ինքը ճանապարհ չի։ Հիմա հա կարող է մենք կադաստրը ճանապարհ չի, բայց որպես ճանապարհ, հա, որպես ճանապարհ։ Այսինքն մենք այդտեղ որ խողովակներ մենք այդտեղ տեղադրում ենք, էլի այդտեղ մեքենաների համար հասանելի։ Մենք չենք էլ կարա, մենք էլ պետք է մեքենա տեղ օգտագործենք։ Դա աղբահանություն ենք անելու, բան ենք անելու։ Հետո այնտեղ ժամանակ ինչ որ խողովակ եղել է, այդ խողովակը տեղից չգիտեմ որ թվականին կտրել են, տարել են, ինչ են արել։ Այդ խողովակ չի եղել, չեն կտրել։ Չէ, եղել է, մեկ դաժե տեղը կա այդ խողովակը։ Ճանապարհը հատող խողովակի բանը փոսի մասին է։ Չէ, ոնց կա այնտեղ խողովակ։ Խմելու ջուրը որ գնում։ Հենց հիմա էլ այնտեղ կա խողովակ։ Այդ խմելու ջրի խողովակ։ Հա, դրա կողքն էլ է խողովակ եղել ժամանակին։ Հա։ Վիոլայից է դա։ Հա։ Անկամ մենք որ մեր խողովակը դնենք այդտեղ մոնտաժ անենք, առանձնապես մենք այդտեղ բանը չենք անում, դաժե փոստն է պատրաստ։ Դնում ենք հենց այդ փոստի մեջ, էլի։ Ճիշտ ասած, ես ցանկանայի Պաուլ Եփրեմյան, այս հարցը մի քիչ մեր ժողովուրդը ավելի ուժեղ մասնակցություն ունենային այս անալիզմանը։ Ես մի բան առաջարկեմ ձեզ, եթե հնարավոր է, ու պետք է ասացիք երկրորդ լսման ժամանակ եք դուք պատրաստ ելնում, հա, դա այսօրվա նպատակը ձեր մասնակցությունն է։ Իրազեկումն է այս պահին, երկրորդի ժամանակ դե նախարարությունից էլ կլինեն, մենք կարանք փորձենք այլ համայնքներից էլ հրավիրենք։ Դե ամեն դեպքում մենք երբ ես կլինի։ ինքս իմ անձնական բանով տեղեկացնեմ ես Քարաշանի վարչականի ղեկավարին կամ լուսակետի, կասեմ սենց բան, դուք էլ մասնակցեք, մնացած սրանց հետո ավարտանու նիստով պիտի անցնի, այդ ժամանակ հասկանում։ Հա, մենք էլ մեր կողմից մի հատ մենք էլ մարդկանց կիրազեկենք։ Դուք էլ տեղյակ եք ամեն դեպքում, որովհետև գիտես ոնց ի վերջո մենք շատ նուրբ հարցի մասին է, էլի մենք հիմա կարող է ձեր համար կամ մնացածի համար նորմալ է կամ մասնագետների համար նորմալ է, իմ համար նորմալ չենք անում, որ զուտ իմ անձնական կարծիքն է, էլի մենք գետը վերցնում ենք դնում ենք տրուբի մեջ։ Հիմա ինչքան էլ ուզում եք ինձ ասեք 4 կուբամետր ջուր է այդում, չէ՞, ես այդ էլ չեմ պատկերացնում ինչի մասին է խոսքը։
Այսինքն ոչ թե չեմ պատկերացնում ինչն է խնդիրը, որ вообще չեմ հասկանում, հասկանալ հասկանում, բայց զուտ մասնագիտական, ես չեմ կարող ձեզ ասեմ, չէ, ես մի կարամ ձերպես հասկանամ, որ այդ գետի կողքը բուսականություն կա, չգիտեմ, ու չի վնասվում։ ինչ որ հրապ կլինի այդ գետի մեջ, չէ, ես էդի չեմ կարող ձերպես ասեմ։ Իմ ասածը է դա, կուզենամ, որ հաջորդ մեր լսվանը, հանդիպանը, թող Աստված տեսի լավացնի, հաջորդ մեր հանդիպանը այդ մարդկանց դեր մենք տեղակայենք, սազնենք ենք անպայման իրազեկենք, հա։ Մի բան էլ հարցնեմ եւ եզրափակենք, դուք ունեք ուսումնասիրություն տարածքի ֆլորա ֆաունա ամեն ինչի արդեն։ Շմակ փորձականություն։ Չէ, նախնական ինչ որ բան, գիտեմ որ շմագը դեռ պատրաստ չի։ Մենք չենք կարող դա Դե որ ուղղակի 11 թվականից ինչ որ սկսվել է, գործընթացից ընդհանրացի կարող եւ ընդհանրիկ վերլուծություններ արած լինեք։ Այսինքն միևնույն տարիների ընթացքում ոչինչ չեք ուսումնասիրել։ Ուսումնասիրել ենք զուտ գետի ջրի հետ կապված։ Հա, բայց դրա համար դեպքում դա էլ էր էլի կարևոր, այսքան տարվա մեջ։ Եթե այնտեղ ոսկի պետք է դիտարկենք, որ ինչ-որ էնդեմիկ կենթանի կա այնտեղ չէ։ Բան չասեցի։ Դե քանի հարցը չէր ասած ընդհանուր ինչ Ինչ բուսատեսակներ կան, ինչ կենթանատեսակներ կան։ Վիզուալ կարամ ձեզ ասեմ, որ բնության հուշարձաններ կան թե չկան, քարային դա այնտեղ կա, բայց մեզնից հեռու է ու մեջ ոնց որ մենք։ Հա, այսինքն դա ամեն դեպքում ուսումնասիրել եք, հա։ Դա իհարկե։ Բուսականության հետ կապված այնտեղ մենակ մասուրի շուրջ բաներ են, դրանք են, այդպես ծառ չկա, բան չկա, ծառ կա, բայց մենք այդ ծառը ոնց որ մեր հետ Հա, կապ չունի։ մեզնից հեռու է, ասենք ասեմ։ Շատ լավ, եթե մենք ենք շնորհակալության համար, հուսանք ձեր գործերն աջակցություն։ Շնորհակալություն բոլորիս։